Գիշերը իմ հոգին դատարկ է ու անսեր Ես ուզում եմ երազել Ես ուզում եմ քեզ սիրել Ես ուզում եմ քեզ ներել Բայց ուշ է Իմ հոգում մշուշ է ու թախից Հեռացել ես ինձանից Թողնելով ինձ քեզ ճամփին Մոռացել ես իմ մասին Կուրացել էր քո հոգին Ես չեմ ուզում քեզ մոռանալ Իմ անցյալից լուր հեռանալ Այս խաբկանքին, այս տանջանքին Անհնար է դիմանալ Ես չեմ կարող քեզ մոռանալ Սիրել է Քո սիրուց արփաշ չեմ նկատել Որ ուրիշն է քեզ կերել Որ ուրիշն է քեզ տիրել Ուրիշին ես դու սիրել Լռել եմ Հավատով սպասել եմ որ կգաս Քո սխալը դու կզգաս Եվ նորից ինձ սեր կտաս Իմ կյանքին նոր շունչ կտաս Քո հոգով ինձ կյանք կտաս Ես չեմ ուզում քեզ մոռանալ Իմ անցյալից լուր հեռանալ Այս խաբկանքին, այս տանջանքին Անհնար է դիմանալ Ես չեմ կարող քեզ մոռանալ Ես չեմ ուզում քեզ մոռանալ Իմ անցյալից լուր հեռանալ Այս խաբկանքին, այս տանջանքին Անհնար է դիմանալ Ես չեմ կարող քեզ մոռանալ Ես չեմ ուզում քեզ մոռանալ Իմ անցյալից լուր հեռանալ Այս խաբկանքին, այս տանջանքին Անհնար է դիմանալ Ես չեմ կարող քեզ մոռանալ Ես չեմ կարող քեզ մոռանալ Ես չեմ կարող քեզ Առաջին հալիքի եթերում Սիլվա Հակոբյանի բենեֆիսն է աղջիկով հենց այս երգով մտա մեր սրտերն ու գիտակցության մեջ Սիլվա Հակոբյան Իր հենց առաջին երգով նա միանգամից դարձավ հայտնի, սակայն անակնկալ հայտնիությունը ոչ մի կերպ չփոխեց Վայքից մայրաքաղաքը գրավելու եկած աղջկան։ Նա միշտ մնաց հավատարիմ սեփական արմատներին։ Ես հպարտ եմ իմ արմատներով եւ երբևէ չեմ նեղվել դրանից ու խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր ծնվել են գյուղերում, մարզերում, երբեք չուրանան իրենց արմատները եւ միշտ հպարտանան։ Անկամ այսօր նրա ցանկությունը մեկն է՝
մի ցանկություն ունեմ, որ պետք է հետագայում անպայման ետ բերեմ այդ տունը։ Սիլվա Հակոբյան, եկա, տեսա, հաղթեցի։ 4 տարեկան հասակում նա արդեն իսկական աստղ էր վայքում եւ վայքեցիները շատ սիրեցին նրա առաջին իսկ քայլերից նրան եւ արդեն որևիցե համերգ չէր անցնում առանց փոքրիկ Սիլվայի։ Հետագայում արդեն առաջին քայլերը Երևան, դու հիշում ես Սիլվա ոնց ստացվեց, որ այն ժամանակ ազգային հեռուստատեսությամբ արդեն եթեր հեռարձակվեցիր։ Ես հիշում եմ այդ ճանապարհը, որ ես ամեն անգամ գալիս էի հայրիկիս հետ, իհարկե ես իմ յուրաքանչյուր չնչին հաջողությունից սկսած մինչև մեծ հաջողությունները պարտական եմ իմ հայրիկին, որովհետև հենց հանրայինում, առաջին անգամ հայտնվելը դա իր էներգիայի շնորհիվ էր։ Ես հիշում եմ այդ ճանապարհը, որ մենք գնում էինք, անգամ հիշում եմ դեղին ավտոբուս, Նորագավիթի մոտ վաճառվում էին շատ խաղալիքներ, փչովի, այսպես։ Ես նայում եմ, ասում եմ, պապ, ուզում եմ այդտեղ մի հատ ռոզվի նապաստակ կար, այսպես վարդակույն։ Ամեն անգամ անցնելուց գնաց, ասում եմ, ուզում եմ ես այդ խաղալիքը, պապաս ասում էր, եթե լավ ելույթ ունենաս, անպայման քեզ կգնեմ այդ խաղալիքը։ Եվ այնքան շատ կուզենայի այդ տարիները հետ բերեի, անգամ առաջին անգամ երբ քաղաք մտա, հրապարակը տեսա, ասեցի պապ մեր լույսերը այստեղից են անջատում, որովհետև միշտ որ վայքում լույսերը անջատում էին, իրենք ասում էին, բանը, վայ, քաղաքից անջատեցին, Երևանից անջատեցին լույսերը, այդպես տպավորվել էր, ու չգիտեմ ինչի ինձ թվաց, որ հրապարակից են անջատել այդ լույսերը։ Չեմ կարող չհիշել, ուղղակի հիշում եմ ու ուզում եմ նորից վերապրել այդ տարիները։ Սիլվա, ինչպես արձագանքեցիր որոշմանը ընտանիքի վայքից տեղափոխվելու Երևան, այդ անկեղծ ասած փոքր եմ եղել շատ, հիմա չեմ կարող ասել, թե ինչ զգացողություն եմ ունեցել։ Դա որոշումն է եղել իմ հայրիկի ու մայրիկի։ Ես ուղղակի շնորհակալ եմ Աստծուն, որ նման ծնողներ ունեմ, ովքեր ամեն ինչ թողել են, երկար ճանապարհ են անցել, բավականին դժվարին, զոհել են ամեն ինչ, բայց մի նպատակով, որ հասցնեն էլ ավելի բարձունքների իրենց զավակներին։ Ես հենց երեկ էր նայում էի մի ալիքով համերգ վայքում ու հպարտանում էի, որ դու այդքան ուշադրությամբ ու մանրակրկիտ պատրաստվել էիր քո համերգային ծրագրին ու թե լույսերը, թե բեմերը ոչինչ չէր զիջում Երևանակենտրոն համերգին։ Խոսել Սիլվայից ու չխոսել վայքից պարզապես անհնար է։ Փոքրիկ, բայց արդեն երգչուհու նախադրյալներով աղջիկը Սիլվա Հակոբյանն է։ Փոքրամարմին աղջնակը մանկուց սեր էր վայելում։ Ինչպես սկսեցիր երգել։ Ես 4 տարեկանից եմ սկսել երգել եւ ես միշտ կանգնում եւ սկսում եմ երգել։ Եվ հայրիկս տեսավ, որ ես սկսում եմ երգել եւ դարձրեց ինձ մեջ երգչուհի։ Սիլվան իր առաջին հարցազրույցից շատ տարիներ առաջ է սկսել կարիերան։ Նախ ընտանիքում էր երգում հարազատների ու հարևանների համար, հետո արդեն վայքի մշակույթի տանը։ Ամեն ինչ սկսվեց հոր հետ տեղի թատերական խմբակում ելույթից։ Սիլվան դեռ դպրոցել չէր գնում, բայց արդեն ուստիանի դերն էր խաղում։ Երիտասարդ երգչուհուն դեռ վաղ հասակից գիտեին բոլոր վայքեցիները։ Նա երգում էր ամենակարևոր միջոցառումներին։ Երևանում մասնակցում էր մրցույթների։ Երևի 6 տարեկանից 2 ժամանոց մենահամերգներ էր տալի, բայց փողոցում, մանկատներում, Կարմիր խաչ հիվանդանոցում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, նույնիսկ այդ ժամանակ երբ ինքը արդեն 8 տարեկան էր ոնց որ, ինքը այնքան երգեր ուներ, ու մենք էլ ապարատուրա փոքր ունեինք, ամեն ինչով միկրոֆոնով բանով, Սիլվան 2 ժամանոց համերգներ տալիս էր։ Համերգներ տարբեր զորամասերում, Հայաստանի տարբեր քաղաքներում, Սիլվան պատրաստվում էր մեծ բեմերի։ Այդ տարիներին մենք շատ մրցույթների էինք մասնակցում, տանում էինք Սիլվային շատ մրցույթների հետ ու այդ մրցույթների ժամանակ երգելուց առաջ
միշտ գալիս էր, մենք հիմա չեմ ուզում ասեմ ինչ էինք ասում, բայց ինչ որ բան էինք ասում ու ինքը ավելի տենց ոնց որ ավելի վստահ գնում էր երգելու։ Ընտանիքի աջակցությունն ու հավատը փոքրիկ երգչուն մեծ բեմ էր գրավելու թևեր էր տալիս։ Երաժշտական դպրոցում տվեցինք երեխաներին եւ այդպես բոլորը կրթվեցին երաժշտական դպրոցում։ Այդ տարիներին Էդգարը ժողգործիկներն էր տիրապետում, Մանեն դաշնամուր, ջութակ, իսկ Սիլվիկը վոկալի բաժինը։ Ընտանեկան փոքրիկ բենդով Սիլվայի կատարումներն արդեն իսկական հիթեր էին։ Վայքի փոքրիկ աստղի ելույթին այն ժամանակ պետական հեռուստաընկերության էկրաններին սպասում էին շատերը։ Հենց այդ ամանորի գիշերը Սիլվայի կյանքը փոխվեց։ Փոքրիկ երգչուհուն սպասում էին Երևանում։ Սիլվիկը երգի թատրոն էր հաճախում, Մանեն նույնպես սովորում էր ջազ քոլեջում, Էդգարը նույնպես Սիլվիկն էլ սովորել ավարտել ջազ քոլեջում եւ մի խոսքով կրթությունը ստացան երեխաներս ու այդպես մենք ամուր բռնեցինք այդ գործը, դժվարություններ շատ ենք տեսել, շատ ենք հաղթահարել, բայց որոշել ենք, որ նպատակային քայլենք առաջ։ Մայրաքաղաքում դպրոցն ավարտելուց հետո Սիլվան, ինչպես ավագ քույրն ու եղբայրը ընդունվեց ջազ քոլեջ։ Հենց այստեղ էլ ուսումնառության տարիներին ծնվեց երգչու առաջին ու ամենահայտնի հիթը։ Այդ երգը պետքա երգեր Սիլվան ու հենց այդ ժամանակ։ Դրա համար ինքը իր հաջողություն ունեցավ։ Դրանից հետո շատ գրվեցին տենց երգեր, ես ինքս անգամ շատ ունեմ երգացանկում, թե Սիլվայի, թե ուրիշների համար այդ տիպի երգեր գրած, բայց ինքը առաջինն էր։ Այս խավկանքին, այս տանջանքին, անհնար է դիմանալ, ես չեմ կարող քեզ մոռանալ։ 2006 թվականին ավտոմեքենաներից լսվում էր շատերի համար դեռ անծանոթ երգչուհու ձայնը, որ երգում էր դատարկ ու անսեր գիշերվա մասին։ Քո սիրուց արփած չեմ նկատել, որ ուրիշն է քեզ գերել, որ ուրիշն է։ Սիլվան այդ մենք ենք, մեր ընտանիքը։ Մյուսների դեպքում ես հաշվի եմ առնում ով է ինքը, ինչ երգացանք ունի, ինչ երգով սիրվեց։ Մի խոսքով ուսումնասիրում եմ նրա ձեռագիրը, բայց Սիլվային ուսումնասիրելու ոչինչ չունեմ, որտեղ Սիլվան այդ ես եմ։ Հիթ դարձած երգով Սիլվա Հակոբյանը 10 տարի առաջ մուտք գործեց հայկական շոու բիզնես ու մինչև այսօր շարունակում է հազարավոր երկրպագուների ուրախացնել իր երգերով։ Արաբոտ, սենյակում դեռ մութ հայտնվեց, արևից էլ շուտ լուսավոր
Սիլվայի կյանքում կա մի մարդ, ով հավատարիմ ընկերոջ դիրք ունի եւ ստատուս ունի։ Եվ այսօր իհարկե բենեֆիսը չէր կարող անցնել Սիլվայի առանց Մելինե Ղորխմազյանի, ով ոչաբանն է, վարսահարդարը, մարդ ով պարզապես լավ մարդ է Սիլվայի կյանքում։ Մելինե, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Երգիչները սկսում են ինչ-որ մեկի հետ աշխատել, հետո այդ արտահայտությունը այդպես էլ պետք է անեմ, զվյոզդը տանում է և սկսվում է ինչ-որ բաներ։ Դուք կարծես թե շատ հաշտ համերաշ սկզբից էլ և հետ աշխատում եք։ Քո հիշողությունները սկզբից մինչև այսօր։ տարիների աշխատում ենք Սիլվայի հետ։ 11 տարի 11 տարի։ Արամ Նահավաքյանի դա մեզ ծանոթացրեց ընտանիքի հետ ու իրոք ոչ թե միայն աշխատանքի ընկերներ ենք, նաև ընտանիքի։ Ես որոշ չափով ինձ համարում եմ իրենց ընտանիքի անդամ, որովհետև առանց ինձ թվում է Հայաստանը ոչ մի միջոցառում, որ առանց Մելուշի չի անցնում։ Երկրորդ ազգանունը Հակոբյանն է։ Հակոբյան։ Կասեի Մելինե Ղորխմազյան Հակոբյան։ Ավելի ճիշտ կլիներ։ Հեշտ է գտնել կերպար, հեշտ է վարս դիմահարդարում կամ ոճային։ Քանի որ Սիլվան արտաքինով շատ պարզ, ուճուր-մուճուր, Չամիչիկ։ միասին ենք որոշում, ըստ հագուստի, բայց բավականին հեշտ։ Կապրիզային բաներ, դուրս չի գալիս, այս ինչա։ Չէ, երբեք 11 տարի աշխատում ենք միասին, երբեք նման դեպքեր չենք ունեցել։ Շատ տեսալոկներ կան իդեպ, որ Մելինայի հետ չեմ համագործակցել, համագործակցել եմ այլ վարսահարդարների հետ, բայց միևնույն է, մեր ընկերությունը առաջին պլանում է եւ այն միշտ կլինի։ Կան զանգեր, որ Սիլվա, ես չհավանեցի այստեղ քո տեսահոլովակում կամ ինչ-որ բաներ այդ առումով դու։ Իհարկե։ Սիլվան ինձ ընդունում է որպես մեծ քույր, ես նման առիթները միշտ խորհուրդներ եմ տալիս։ Բաստողում խորհուրդներ տալիս եմ, ընդունում առանց նեղանալու ինչ որ։ Քեզ հետ Մելուշ տարբեր մարդիկ են ընկերություն անում մեր երկարվեստում։ Ես գիտեմ, թե երգչուհիներ, թե երգիչներ, դու այն մարդն ես, ով շատ հեշտ կարողանում է մտնել մարդու սիրտը եւ երկար մնալ շնորհիվ իր դրական, ճիշտ, զսպված ու չափը իմանալու կարողությամբ։ Որն է Սիլվայի գիծը բնավորության, որ այսքան երկար պահում է։ Ասեմ, իմ համար ոչ թե Սիլվան է միայն, այլ Հակոբյան ընտանիքը։ Ես չեմ առանձնացնում։ Ես ինչքան փորձում եմ առանձնացնել այսօր այս երեխուն Հակոբյանը ծանոթ ես ճիշտ։ Այդ ընտանիքի մասին երկար կխոսես, ավելի։ Իհարկե, այսօրվա ծրագիրը առանց նրանց Ուզում եմ անպայման այդ ընտանիքում, որ ամեն ինչ շատ հաջողակ են, բոլորը շատ լավն են, ասեմ շնորհակալություն մամային, Տիկին Վերգինեին, այդ ամեն ինչ ինձ թվում է իր շնորհիվ է։ Տիկին Վերգինեությունն է նաև կապում, որ Վերգինիզմը, այո։ Շնորհակալություն Մելինե, որ կիսեցիր քո օրը, քո սիրելի Սիլվա Շնորհակալ։ Ինձանից հեռացիր, միլացիր, թե հոգնել ես քո բախտից, մոռացիր, մի թախծիր, սուտ ու փուչ պատճառներ ու անքուն գիշերներ, որ իմ սիրտն Ջերմ ու պահ համբույրներ, անավարտ խոստումներ, չեմ ուզում էլ քեզ լսել, դե գնա, դե գնա, դե գնա, դե գնա իմ կյանքից, որ նորից քեզ կանչել, մի մնա, մի մնա, մի մնա, մի մնա իմ կողքին, որ սիրուտ կարոտել, թե սիրել ես ինձ մի քիչ, հեռացիր, մի տանջիր, թե խղճում ես ինձ մի քիչ, մոռացիր, մի թախծիր, քաղցր սուտ պատճառներ
հեռացիր թե հոգնել ես քո բախտից մոռացիր Սիլվա հերոստատիտողը հանդիսատեսը քեզ սիրեց շատ, իսկ ինչպես քո մուտքը գնահատեցին գործընկերները, ինչպես ես հիշում այդ օրերը, ով է եկել է, օրինակ Ալալևոնյանը Ավշարից գալով շատ մեծ դժվարությունների է հանդիպել, քեզ մոտ ինչպես է։ Ես ասեմ, որ մարզից եմ ես եկել, Վայոց ձորի Վայք քաղաքից, չնայած շատերի համար դա գյուղ է, բայց եթե անգամ գյուղը ես հպարտեմ իմ արմատներով եւ երբևէ չեմ նեղվել դրանից ու խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր ծնվել են գյուղերում, մարզերում, երբեք չուրանան իրենց արմատները եւ միշտ հպարտանան, որովհետեւ իրենց տաղանդի մեջ այն տաղանդը, որը սերում է, հա, իրենց մեջ կապ չունի, նկարիչ է կամ երգիչ է կամ ինչ մասնագիտության տեր մարդ ուզում է լինի։ Այդ դրա մեջ ամենամեծ դերը զբաղեցնում է հենց իր ծննդավայրը, իր ծնողները, իր ապրած կյանքը եւ երբեք մի մոռացեք ձեր անցյալը։ Ինձ ձևած չափով թույլ չի տրվում հյուրին համբուրել, բայց ես հիմա չեմ կարող դա չանել։ Շնորհակալ եմ։ Երբ որ հետադարձ հայացք ես գցում ճանապարհիդ, կա մարդ, որին կոնկրետ կուզես առանձնացնել, քո ստեղծագործական կյանքում, քո բացի հայրիկին, ընտանիքից։ Իմ ընտանիքը, իսկ բացի այդ եղել են շատ մարդիկ իմ կյանքում, որ մեծ դեր են խաղացել։ Դա Արամ Ավագյանն է, որը կրկին Արամ, եթե մեզ դիտում ես։ Իմ համաերկրացին է Վայքից, Կարեն Մեսրոպյանն է, որը տվյալ պահին ինքն է եղել տաղանդը բացահայտողը իմ մեջ։ Շատ մարդիկ, Հովանես Նազարյանը նաև որ օպերային երգիչ է, բայց ինքն էլ իր մասնիկը ունի, շատ երաժշտական մարդիկ, ես ընդհանրապես շնորհակալ եմ բոլոր վայքեցիներին, որովհետև յուրաքանչյուրը ինչով կարողանում էր օգնում էր, հպարտանում էր, թեկուզ որ հպարտանում էր մինչ օրս դա ինձ համար մեծ բան է։ Եվ շատ ընթացքում իհարկե իմ քայլերուն շատ մարդիկ եղան, որ ինձ օգնեցին, եթե ես անուն առանուն հիմա չեմ հիշում, թող ներող լինեն ինձ, եւ ուզում եմ հատ-առհատ շնորհակալություն հայտնել, շատ շնորհակալ եմ, որ դուք եղել եք, կաք ու կլինեք իմ կյանքում։ Վայքի բնակարանը վաճառված է, այս փաստը ոնց է ստանում։ Անկեղծ ասած, երազումս շատ հաճախ տեսնում եմ այդ տունը։ Իմ մանկության տարիներն են այդտեղ անցել, մեկ սենյականոց բնակարան, բայց այնքան ջերմություն, այո, այնքան ջերմություն, 5 անդամ բնակվում էր այդտեղ, ու ընդհանրապես չէր զգացվում, որ 5 հոգի բնակվում են մի փոքրիկ բնակարանում, որովհետև հայրս կարողացել էր այդ հարմարավետությունը ստեղծել։ Հիմա ինչքան գնում եմ Վայք, անդադ այդ պատուհանների կողքով, որ անցնում եմ, շատ բան է ինձ կապում, թեկուզ այդ պատուհանները, ես անձամբ չեմ տեսել այդ տունը, ամեն անգամ ասում եմ ինչ կլինի, չգիտեմ ով է հիմա բնակվում այնտեղ, ուղղակի մտնեմ, տեսնեմ տունը, թեկուզ հիմա այդ տնից ոչինչ չի պահպանվել, բայց դե ամենայն դեպս, բայց մի ցանկություն ունեմ, որ պետք է հետագայում անպայման ետ բերեմ այդ տունը, եւ դա անելու եմ։ Աստված այդ երազանքը կատարվի։ Երևանից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վայքում մութ ու ցուրտ տարիներին Հակոբյանների ընտանիքին լույս ու ջերմություն էին հաղորդում 3 զավակները։ Էդգարին, Մանեին ու Սիլվային այստեղ բոլորը գիտեն։ Ամեն ինչի պատճառը հայրն էր, Հակոբ Հակոբյանը։ Միշտ էլ աչքի էր ընկնում իր կազմակերպչական ջիղով ու արվեստի հանդեպ սիրով։ Զավակներն էլ հետ չեն մնացել։ Հիշում եմ կլներ սեղանի վրա կպարել, կիշներ ներքևը կպարել, կլներ աթոռների վրա կպարել, միշտ պարելով էր անցկացնում իր երջանկությունը։ Հիմա թերթելով թորների մանկության լուսանկարները Սիլվայի 80-ամյա պապն ամեն օր անհամբերությամբ սպասում է, թե երբ են սիրելի թորնիկին հեռուստաէկրաններին ցուցադրելու։ Գալիս հասած ժամանակ մի տունն չեն ապերել, ընկերուները վերցնում են, տանում են իրանց դպրոցը գնում են են մանկական ընկերության հետ բան են գալիս, իրանց նկարահանումներն են ցույց տալիս, բան են անում։ Գիշերը երգը Մարիամի ամենասիրելի երգն է։
Վայքում Սիլվայի ամենահավատարիմ երկրպագուն ամեն օր լսում է այս երգն ու այլ կատարումներ։ Նախկին հարևանուին ամեն ինչ գիտի իր սիրելի երգչուհու մասին, իսկ իրենց հանդիպումը մինչև հիմա չի կարող մոռանալ։ Վայքում մենահամերգն է կազմակերպեց 2008 թվականի հոկտեմբերի, եթե չեմ սխալվում, 28-ին առաջին մենահամերգը այդ ժամանակ տեղի ունեցավ, այնտեղ եմ տեսել նրան, հանդիպել, շատ բարեհամբույր, գեղեցիկ աղջիկ է։ Մարիամը գիտի նաև Սիլվայենց Վայքի բնակարանի տեղը։ Երևան տեղափոխվելուց հետո ընտանիքը ստիպված էր վաճառել այն։ Հիմա այստեղ ուրիշ մարդիկ են ապրում, բայց բոլորը գիտեն, տարիներ առաջ հենց այս բնակարանում էր Սիլվան տալիս իր առաջին համերգները։ Ընտանեկանն երևի այդ երեկոները, որ միշտ իրար հետ ենք անցկացրել ամիսներով, տարիներով, մի ընտանիքի պես հաց ենք կիսել հայերեն ասած ու այդ ամեն ինչը տվել է իր բերքը թե ինձ համար, թե Սիլվայի համար, թե մեր ընտանիքների համար, մեր ընկերների համար մենք իրանց տունը միշտ եղել է ոնց որ մեր բոլորի մեր ընկերության հավաքատեղին։ Հարևանուին հիշում է, այս դռնից այն կողմ միշտ ուրախ էր։ Էսի իրա բեմն է, բեմա հարթակն էր։ Մենք էլ իրա հանդիսատեսն էինք, հա։ Նստում էինք ստեղ, իրա հայրիկի հետ, համերգներ էր ցույց տալի, լսում էինք։ Հայրական տնից մի քանի մետր հեռու Սիլվայի ամենասիրելի վայրն է, տատիկի տունը։ Թորնուհու ամենասիրելի երկրպագուն հետևում է, ինչպես ինքն է ասում, Սիլվիկի յուրաքանչյուր եթերին։ Զանգի որտեղ գնա քաղաքները Ռուսաստանի երեսկոմենկոմ կա զանգի տատի ջան ոնց ես ասեմ լավ եմ ցարուց տանեմ բա դու ոնց ես ես լավ եմ դու լավ մնա քեզ լավ պահի չի վանդանաս Փոքր տարիքում Սիլվային Բաքում Մաուգլի էին ասում։ Ակտիվ փոքրիկը տնից դուրս գալուն պես աստիճանների վրա հանում էր արթուկած հագուստը, կոշիկներն ու իսկական Մաուգլիի նման վազում բակ։ Միշտ ոտաբոբիկ էր մանգալի։ Ուժեղ ձենը լսում եմ գնացի վազելով իր ձենի վրա, տեսա բանը ոտերը ասֆալտը տակ ա եղել, վառել ա, նստել ա ոտերը բարձրացրել ա վերև ու լացում ա։ Մանկական այս սովորությունը շարունակվում էր անգամ երբ հյուր էին գնում։ Հավաքական գնացինք հարսանիք։ Հարսանիք արեցինք, պծանք, հարսը բերինք, կերը խում ես կոմենկոմ, սիվեկին դե հայատ խաղում էր աշնիրիս առաջը։ Մեկը չկա, երեխան չկա, տատի ասում է, մի երեխա ես այս կանգնած է, բոբիկ, դրուստիկով, գնացին բերինք մեր աղջիկն է։ Դպրոցական տարիներից արդեն Սիլվան աչքի էր ընկնում իր ակտիվությամբ ու ընկերասիրությամբ։ Թեև մի քանի տարի է սովորել հայրենի Վայքի դպրոցում, բայց մինչև այսօր նրանց է համարում իր ամենասիրելի համադասարանցիները։ Ուրախանում էինք, երբ նրան տեսնում էինք հեռուստատեսությամբ եւ ամենափոքր հաջողություններով Սիլվայի մենք շատ էինք ուրախանում ու հպարտանում էինք, որ նա մեր դասընկերուհին է։ Ամեն անգամ Վայք այցելելիս համադասարանցիները հանդիպում են ու իհարկե չեն մոռանում իրենց առաջին ուսուցչուհուն։ Որ ինքը երգում էր, երգը այնպես էր ինքը մատուցում, բոլորին ներգրավում էր այդ երգի մեջ, բոլորը մասնակցում էին, թեկուզ շարժումներով։ Ու այդպես կապը պահպանվել էր, որովհետև նախ ես Սիլվիկի ծնողներին էլ եմ դաս տվել։ Դպրոցական տարիներից բոլորը վստահ էին, իրենց դպրոցում ապագա աստղ է սովորում։ Ու թեև տխրեցին, երբ իմացան, որ Սիլվան ընտանիքով տեղափոխվում է մայրաքաղաք, բայց նոր ձեռքբերումներն ու հաջողության ճանապարհը դա էր պահանջում։ Կանաչ կարմիր շորերս հագել եմ, խոնչաբողջած դրել եմ, կապել եմ, թաքուն տնից փախել եմ, եկել եմ հանրայինում կանգնել եմ, կանաչ կարմիր շորերս հագել եմ, խոնչաբողջած դրել եմ, կապել եմ, թաքուն տնից փախել եմ, եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ, գիշերու ցերեկ մի խաբար բերեք, ինձանից յարից մի բարև տարեք, ասեք դուրս կա են դորնից, խոսք է տվել թող կարստանի ինձ, գիշերու ցերեկ
կոշիկս հակել եմ նախ շունակերով գոտիս կապել եմ հասիվ հասիվ տնից փախել եմ եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ բարձրակրում կոշիկս հակել եմ նախ շունակերով գոտիս կապել եմ հասիվ հասիվ տնից փախել եմ եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ գիշեր ու ցերեկ մի խաբար բերեք ինձանից յարիս մի բարև տարեք ասեք դուրս կա են դռնից խոսք է տվել թող կարստանի ինձ գիշեր ու ցերեկ մի խաբար բերեք ինձանից յարիս մի բարև տարեք ասեք դուրս կա են դռնից խոսք է տվել թող կարստանի ինձ բում 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 Ընտանեկան սիրո շնորհիվ է, որ նա կարողացավ հաղթահարել անձնական անհաջողությունը ու անցյալին նայել թեթևությամբ։ Ես ուղղակի հասկացա, որ մենք կարող ենք լավ ընկերներ մնալ, բայց ոչ ավելին։ Ու իրեն անսահման երջանկություն եմ ցանկանում։ Երկարվեստում իր տեղն արդեն գրաված երիտասարդ երգչուհին այսօր երազում է միայն մեկ բանի մասին։ Գային օրը, երբ մի փոքրիկ այսքան կես հրեշտակ ինձ մամա կասի։ Իսկ այսօր երջանիկ է իր ներկայով։ Այն ինչ որ ես ունեմ հիմա ինձ համար թանկ է։ Սիլվա Հակոբյան, եկա, տեսա, հաղթեցի։ Անկախ նրանից հավանում են նրա երգերը թե ոչ, մի բան հստակ է։ Նա իր ընտանիքի անդամների հետ կարողանում է ստեղծել երգեր, որոնք մեծ մասսայականություն են վայելում այսօր։ Սիլվա, ունես երկրպագուների մեծ բանակ, սիրում են շատ, կարող են բանակի պես էլ պաշտպանել քեզ, երբ որ պետք լինի, բայց կան նաև քննադատություններ, անհերքելի է դա յուրաքանչյուր արտիստի կյանքում։ Ինչպես ես դու կարողանում քննադատությանը դիմանալ, կարդում ես կոմենտներ, չես կարդում։ Վերաբերվում եմ նորմալ, եթե դա տեղին է ասված։ Հաշվի եմ առնում հաջորդ անգամ այդ սխալը չկրկնել, եթե դա իհարկե տեղին է ասված։ Կոմենտները մի ժամանակ կարդում էի, հետո հասկացա, որ եթե շատ կարդամ, միգուցե էլ չերկեմ։ Հետո էլ չէի կարդում, որովհետև հիմա էլ չեմ կարդում։ Այդ նեգատիվ դաշտից քեզ այո, որովհետև չգիտեմ ինչու հիմա մարդիկ մի քիչ չարակամ են դարձել։ Երևի դա երջանկության պակասից է։ Ես ուզում եմ իրանց այնքան երջանկություն ցանկանալ, որ դիմացինին էլ այդ երջանկությունը փոխանցեն ու ցանկանան։ Հանդիսատեսին դուր եկավ, կարծես թե։ Շնորհակալ եմ։ Իսկ քննադատություններ, եթե խոսենք, կարծում եմ որ ազդել են ինչ-որ գործի վրա, անում ես կամ հաշվետու ես, ասում ես ինչպես, դու հաշվետու ես լսարանի։ Իհարկե հաշվետու եմ։ Եթե ես գիտեմ, որ ինչ-որ մի բան պետք է լինի երգ, հա, որը հաշվետվության կարիք ունի, ես նախորոք եմ դա անում։ Բայց փառք Աստծո, ես մինչ օրս չեմ ամաչում այն ինչի համար երգել եմ, որովհետև դա եղել է իմ ընտանիքի որոշումը եւ այդ ընտանիքը, ինչպես գիտեք, մի հոգի չէ, 5 հոգի է եւ եթե քույրս ստեղծում է, եղբայրս գործիքավորում է, հայրս պրոդյուսեր է եւ ես էլ 4, հա, մայրս տնային տնտեսուհի, բայց դե ինքն էլ մեկ-մեկ, հա, ամենամեծ դերը ինքն է տանում։ Եթե 5-ով մենք հասկանում ենք, որ դա ճիշտ է անել ու նաեւ հանդիսատեսին, այսինքն մեր հարազատներին, որոնք թեկուզ չեն հասկանում երաժշտությունից, բայց առաջինը իրենց կարծիքն ենք հայտնում, տեսնում ենք իրենց առաջին տպավորությունները, հասկանում ենք, որ նույն կերպ կազդի նաև հանդիսատեսի վրա։ Առաջինը ես ինքս, որ երգը որին վրա ինչպես ազդում է, այդպես էլ փոխանցվում է հանդիսատեսին առաջինից, բայց այնուամենայնիվ դրական այնքան շատ է, որ երևի թե կարճելով դրականից կարելի է նեգատիվը քննարկել։ Ես կարծում եմ, որ իմ կյանքը դեռևս ու համոզված եմ հետագայում էլ այնքան ճիշտ կապրեմ, որ իմ հասցեին քննադատություն չի հնչի։ Լավ, 5 տարի առաջ հարցազրույցներից մեկում դու նշեցիր, որ մեծագույն հաղթանակ ես համարում BBC-ի մրցույթին մասնակցելն ու այնտեղ հաղթելը։ Այսօր ինչպես կա պատասխանես նույն հարցին։ Իհարկե BBC-ն ինձ համար մինչև
կյանքի վերջ կլինի մեծագույն հաղթանակը արտերկրում, այն էլ փառատոն։ Ես ինձ մի փոքր փառատոնային երգչուհի հիմա չեմ համարում, բայց հիմա այսպես կասեմ, ես ամենամեծ հաղթանակս համարում եմ հանդիսատեսի սերը, ընտանիքս, այն ինչ որ ես ունեմ հիմա ինձ համար թանկ է։ Իմ հանդիսատեսը, ու շնորհակալ եմ իրեն։ Սիլվանան քիչ երգչուհիներից է ու մասնագիտական հաջողությունները երբեք երես չեն դարձրել։ Սիլվայի երգչուհի դառնալու առաջին քայլը ընծամրցույթին հայտ ներկայացնելն էր։ Սրտի թրթիրով ու մեծ հույսերով Սիլվան մասնակցեց մրցույթին ու հիասթափություն։ 23 մասնակիցներից վերջին տեղում հայտնվեց։ Երրորդ փուլում նույնիսկ գիշերը երգը չօգնեց։ Սթրեսին ու հիասթափությանը հաջորդեց համացանցում պատահաբար BBC-ի հայտարարած մրցույթին դիմելու որոշումը։ Համերկրացի ու մտերիմ ընկեր Արամ Ավագյանի հորդորով երգչուհին ու նրա ընտանիքի անդամները ստեղծեցին I Like երգն ու ներկայացրին մրցույթին։ I Like երգի երաժշտությունը գրեց երգչուհու քույրը Մանե Հակոբյանը։ Խոսքերը Գոհար Աջիկյանը, գործիքավորումն էլ Սիլվայի եղբայրն արեց Էդգար Հակոբյանը։ Գրեթե անգլերեն չիմացող երգչուհին ձայնագրեց ու առանց ակնկալիքների երգն ուղարկեց միջազգային քննության։ Մինչև երգի պատրաստելը մենք չգիտենք, որ մենք BBC կմասնակցենք այդ երգով։ Այդ երգը ուղղակի ի սրտե ուզում էինք, որ ինքը մի հատ նոր ինչ-որ բան լիներ։ Երգի պատրաստման հենց ընթացքում այդ BBC-ի մրցույթը արդեն առաջ եկավ ու ավելի շահագրգռվանք այդ ամեն ինչի համար։ Ընդամենը մի քանի օր անց մրցույթի կազմակերպիչներից նամակ եկավ։ Աշխարհի տարբեր ծայրերից ուղարկված շուրջ 2000 երգերից ինտերնետային քվեարկության արդյունքում ձեր երգն ընդգրկվել է լավագույն 20-ի ցանկում։ Արամ Ավագյանն Ամերիկայից ուղարկել էր երգ, ասաց ես ուղարկել եմ BBC մրցման, ասում են դե ամբողջ աշխարհում ասում մենք հաղթելու ենք։ Ոչ մեկ չէր հավատում։ Ես մինչև վերջել ասում եմ մենք հաղթելու ենք, որովհետև ես տենում եմ, չգիտեմ ինչի ոնց որ այդ էներգիան լսվում մեջ ինձ խեղդում է որ այդ բանը մենք հաղթող ենք դուրս գալու։ Սիլվան սկզբում աչքերին չհավատաց, բայց աղջկա շոկը կրկնապատկվեց, երբ որոշ ժամանակ անց Ամանորի նախաշեմին ստացավ հաջորդ նամակը։ Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ դուք հաղթել եք։ Լոնդոնում երգչուհուն գրկաբաց ընդունեցին։ BBC-ի մրցանակը Սիլվայի առջև բացեց նաև հայրենական էստրադայի դռները ու սկսվեց երգչուհու երաժշտական բուռն ու գլխապտույտ վերելքը։ Եվ հպարտանում էի, եւ հուզվում էի, եւ չէի պատկերացնում, եւ փափագում էի, որ ավելի լավ քայլեր կլինեն, ավելի լավ հեռանկարներ կլինեն իմ երեխաների համար, եւ այդպես էլ եղավ։ Ոգևորված համաշխարհային մրցույթում հաղթանակից Սիլվան հայրենիք վերադարձավ արդեն նոր նպատակներով, լիցքերով ու գաղափարներով։ Տարբեր ոճի երգերի ձայնագրություններ, տեսահոլովակներ ու նոր հաջողություններ, որոնց գագաթնակետը մենահամերգն էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգը շատ պետք է լիներ, որ մենք իմանանք ինչ ենք ունենք, ինչ կարանք անենք։ Շատ կարևոր էր համերգի պահը, մենք դրան պատրաստում էինք, ու բոլորը գիտեին, որ մենք այդ անպայման պետք է անենք, ու այդ համերգը պետք է անպայման տեղի ունենա։ Ու տեղ ունեցավ։ Մինչ այդ Սիլվան արդեն մենահամերգի փորձ ուներ։ Առաջին փորձառությունը հայրենի քաղաքում էր։ Ոգևորված հաջողությունից երգչուհին համերգներով հիմա էլ հանդես է գալիս աշխարհի տարբեր քաղաքներում։ Մենահամերգներ Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանի Դաշնությունում։ Երգչուհին ամեն ամիս շրջագայում է ու շարունակում նոր երգերով ուրախացնել իր հանդիսատեսին։
to forget me. You broke my heart, oh baby. Can't you see? We lost our life, we lost our mind. So let me find a new life for me. I know it's sad, but I have to find a way. I know it's sad, so please go away. You were my all, now I want to fade away. Oh please go away, oh please go away. Let me love you. I say no, no, I don't need you. I don't believe you. Let me love you. I say no, no, I don't need you. I need your real love. Let me love you. I say no, 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 I don't need you. I don't believe you. Let me love you. I say no, no, I don't need you. I need your real love. I know it's sad, but I have to find a way. I know it's sad, so please go away. You were my all, now I want to fade away. Oh please go away, oh please go away. Let me love you. I say no, no, I don't need you. I don't believe you. Let me love you. I say no, no, I don't need you. I need your real love. Let me love you. I say no, 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 I don't need you. I don't believe you. Let me love you. I say no, no, I don't need you. I need your real love. Սիլվան կարողանում է ընկերական հարաբերություններ պահպանել բոլոր այն մարդկանց հետ, ում հետ աշխատում է եւ բացառություն չէ նաեւ մի մարդ, ում հետ նա բարիզբուն եւ փոխաբերական իմաստով երկար ճանապարհ է անցել։ Սյոմա Կոդաբաշյանն է Սիլվայի բենեֆիսում։ Ողջույն։ 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 Երկար ճանապարհ եք անցել եւ ընկերությունը հենց ամրապնդվում է ճանապարհի ընթացքում։ Ինչպիսին է Սիլվան ճանապարհի ընթացքում։ Նախ ես ասեմ, որպես այդպիսին առանձին Սիլվա ընկեր ես չունեմ։ Ես ունեմ Հակոբյանների ընտանիք, այո։ Իմ հին բարեկամներն են, իմ մտերիմն Մանեի հետ լրիվ առանձնահատուկ հարաբերություն։ Դու մամայի տոլման կերել ես, դու անցել ես։ Իհարկե, իհարկե։ Կարշումը։ Որովհետև Սիլվան դպրոցական էր, մենք արդեն մտերմություն էինք անում Մանեի հետ, համագործակցում էինք, աշխատում էինք, ես մտնում էի տուն, դուրս էի գալիս ու հետո Սիլվան մեծացավ։ Մեր աչքի առջև։ Մեր աչքի առջև, այո։ Իսկ ճանապարհ գնալիս վերջերս կարծես թե Օմսկից մինչև Պսկով 45 քաղաք ոնց եք դիմանում միմյանց, դա ինչ փորձություն է։ Այդ փորձություն չէ, այդ օրերն որ ամեն օր կարոտում ես այդ օրերին, չնայած դաժան էր 5000-ից ավել կիլոմետր անհարմար մեքենայի մեջ երկար ճանապարհով ու շատ բան որ ես այսքան երկար տարիներ ճանաչում էի Սիլվային, իմ համար բացահայտում եղավ։ Նախ այն որ նրա էմոցիաները ահավոր վարակիչ են, որտեվ եթե ինքը անտրամադիր է, ով կա տարածքում մտերմից կամ բոլորը անտրամադիր, եթե ինքը բեմի վրա հուզվում է, մենք կուլիսներում սկսում ենք լացել։ Անգամ ռադիո։ Այո, անգամ ռադիո որ միացված է սենյակում սպասում ենք երբ է հերթը գալու, եթե ինքը այնտեղ հուզվում է, մենք սկսում ենք Իսկ կարողանում է մի ամբողջ դահլիճ հուզել կամ ուրախացնել։ Այդ նշանակում մենք երջանիկ ենք։ Ու ես մի հատ շատ լավ դեպք եմ հիշում, որը տպավորվել է ահավորի մոտ այդ արշավներից, միշտ համերգից առաջ ես դուրս եմ գալիս դահլիճին անում, տեսնեմ երիտասարդներ են շատ ինչպիսի տրամադրության մարդիկ են բան, ու Սիլվան ունի բնավորություն, այսինքն այդ երգը Սասնապարը, երբ որ ինքը բարձրանում է բեմ, հավաքում ամբողջ դահլիճին, անկախ նրանից հարմար է այդ դահլիճում տեղ կա քայլելու, թե չկա ինքը 700 հոգուն, 500 հոգուն Սասնա պարա, որ իրանք ձեր բռնած բեմով պատտվում են ու մի համերգից առաջ բարձր շուտ աչքից թվաց որ շատ են մեծահասակները, այդպես ոնց են Սասնա պարել մարդիկ են, բան, եկա ու sense շատ զգուշ Սիլվան ասում է Սիլ կարող ես որ այդ Սասնա պարի այդ պարելը չանես, ինչի մեկ էլ ասում մի տեսակ իսկ թվում է ծանր մասա, ինքը մի հատ sense շարժում արի։ Չեմ մոռանալ երբեք,
չհասկացա ինչ։ Ուրեմն այդ 50-ից 60 տարեկան մարդիկ նույն ձևի ապրում են։ Օրվա վերջում։ Սա է այս երկչու հզորությունը, իր ներքին ուժը, որ նա ունի։ Տեսահոլովակների առումով աշխատել է Սիլվայի հետ։ Ոչ, տեսահոլովակների առումով դեռ չենք աշխատել։ Բայց անպայման կաշխատենք։ Արդեն անգամ որոշել ենք, որ երկի վրա ենք աշխատելու, բայց դրան դեռ ժամանակ կա։ Բայց մենք Սիլվայի հետ աշխատել ենք 2 աստր նախագծում։ Ես բեմադրում էի բոլոր երգերը, որոնք Սիլվան եւ Արտավազդը ներկայացնում են, շուրջ 3 ամիս ամեն շաբաթ մենք նոր ձևով ներկայանում էինք ու լավ պատմություն ունեմ, նույնիսկ արխիվները կան այդ ամեն ինչի, երբ որ առաջի եթերն ընդհանրապես շատ թեթևից որոշեցի ես սկսել այդ բեմադրությունները դնել։ Պետք էր Սիլվան ընդհանրապես բարձրանար նստարանի վրա, վերջում զինվորին հաջողան, զինվորին թաշկինակով հաջող աներ։ Մի նամակ երգներ արամ էին։ Ես կգամ ֆրազաներ զինվոր գնա, Սիլոն հաջող մանեն ինձ զգուշացրել, որ զգուշ եղի, ինքը այդպեսի բաներ չասում, ինչ կա դրա մեջ, պետքա ոդկա դնի կամերիկայի վրա, հաջող անի, դա դարձավ մեծ խնդրեմ, անընդհատ մտածում եմ զգուշ մոտեցումը ոնց անեմ, որ մեկը պիտի անի, որտեվ չի ուզում, չգիտես, անելու ես ու վերջ։ Ասում ման ես գիտեմ ձևը ոնց պիտի անեմ, քեզա թվում դու գիտես։ Ավելի լավ է ճանաչում քույրիկին, փորձի ժամանակ գեներալն ասացի Սիլ ջան, դե եթե բարդ է, լավ կլիներ որ լիներ, եթե բարդ է, դժվար է, բայց ինքը շատ սիրուն կլիներ որներ, ոչինչ, մի արա, ուզում եմ թասիբի գցեմ, էլի, հա, ինչ լավ է, ու չար, չէ, իհարկե հետո ասում մեկը աներու ես միևնույն արեց, բայց անցավ 3 ամիս, երբ որ վերջին եթերն էր, արդեն թե նախավերջին, նույն Սիլվան, որը վախենում էր բարձրանալ այդ կամերիկայի վրա, ինքը տաղավարի բարձրությունը տեսնում եք, այն վերևից լուսնի վրա առանց տրախովկայի, լուսնի վրա նստած վերևից իջավ։ Կեց Սիլվան, ծափարենք Սիլվային։ Կամաց։ Շոմային ասում ենք շնորհակալություն, որ Սիլվայի կյանքում եղել է կա ու դեռ կլինի։
Ուշացել եմ ես արդեն Առանց քեզ ես ոնց ապրեմ Ոնց սրտես խաբեմ Որ սիրում եմ միայն քեզ Ուշացել եմ ես Ուշացել եմ ես Սիլվա Հակոբյանի թե մասնագիտական, թե անձնական կյանքում իհարկե մեծ դեր ու դերակատարություն ունի ընտանիքը, քույրը, եղբայրը։ Այսօր առաջին անգամ մենք կխոսենք Սիլվայի հարսիկի հետ։ Արմինուհի Հարությունյան, ողջույն։ Բարի գալուստ, մեր բենեֆիս։ Ոնց ստացվեց քո մուտքը ընտանիք եւ կարողացար արդյոք դիմանալ այն էներգետիկային, որը կոչվում է Հակոբյան ընտանիքի էներգիա, Արմենուհի։ Շատ հետաքրքիր ընտանիք եմ, այո, շատ էներգիայով լի, միշտ ուրախ, երաժշտության մեջ։ Իմ ընտանիքում տենց չի, մենք երաժշտությունից շատ հերույ ենք, բայց իր հայրը գինեկոլոգ է, շատ տաղանդավոր։ Շատ լավ է, բժիշկ պետք է, Հակոբ, մեծ բժիշկ պետք է։ Էդգարի հետ հանդիպելիս արդեն գիտեիր, որ նա Հակոբյանների։ Ես Սիրիայում եմ մեծացել, ընդհանրապես հերույ եմ եղել հայկական երաժշտությունից, որ ծանոթացա չէի իմանում, բայց հյուրեր էին եկել Հայաստանից Սիրիա, գիշեր երգը դրին, ասին մի հատ երգչուհի է BBC-ն է հաղթել, դրին երգը լսեցինք, շատ սիրեցինք, ու միշտ երգը լսում էինք, չենք ճանաչում ով է։ Հետո որ Էդգարի հետ ծանոթացա, հետո իմացա, որ նույն երգչուհին է, այո, որ այդ երգն է երգում։ Կասես հանդիպումը Հակոբյանների հետ, դա ինչ էր։ Դա պետքա որ կինո լինի քեզ համար։ Չէ, շատ հաճելի էր ամեն ինչը։ Առաջին անգամ ես ծանոթացա իրանց հետ, ընտանիքս ստեղ չէին։ Սիրիայում էին բնակվում, հիմա որոշ տեղափոխվել են այս դեպքերի վրա ստեղ։ Չեմ, մենք իրար հետ շատ մոտիկ ենք ընտանիքներով։ Տալություն չի անում Սիլվան օրինակ։ Մենք ավելի շատ քույրեր ենք։ Արմինե, դու արդեն ընտանիք ունես, Էդգարի հետ հեքիաթ լիկային ունեցել եք։ Որպես քո քույրիկ, որպես քո տալ, որպես ընտանիքի մեծ ընտանիքի անդամ, ինչ ես մաղթում մեր Սիլվային։ Կմաղթեմ երևի իրան հիմա պակասում է անձնական երջանկությունը, այդ եմ մաղթում։ Մենք միշտ իրա կողքին ենք, շատ իրան սիրում ենք։ Ինչ ասեմ։ Ամենակարևոր բանը ցանկացա։ Ամենակարևոր բանը ցանկացար։ Մենք մի պարզապես հրճված ուզում ենք լսել ավելի։ Ինքը մեր երեխեքին շատ սիրում է, 3 հատ թորնիկ կա։ Իրան մաղթում եմ, որ ինքն էլ իր անձնական ունենա։ Եվ իհարկե մենք ուզում ենք անպայման սիրիահայերին խաղաղություն ընդհանրապես այդ տարածաշրջանի խաղաղություն, որովհետև գիտեմ ինչքան ճակատագրեր են բեկվել հենց այդ անիրավ ու անիմաստ պատերազմից։ Ձեզ բարի գալուստ ձեր ընտանիքին, կարծեմ եմ, որ Հակոբյանները այնքան ջերմ են, որ ձեզ էլ Հարությունյաններին էլ շատ ջերմ ընդունել են իրենց գիրկը, շնորհակալություն Արմինե։ Գլխապտույտ հաջողություններ, անհամար հիթեր ու շրջագայություններ։ Սիլվայի մանկության երազանքն արդեն իրականություն է։ Երիտասարդ երգչուհուն հիմա գիտեն աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ հայ է ապրում։ Հասարակ ընտանիքում է մեծացել ու դրա համար է շատ սիրված, որովհետև ինքը մի մասնիկն է այն մարդկանց, ովքեր որ ապրում են մեր երկրում։ Ինքը շատ չի տարբերվում իրանցից։ Ինձ թվում է իր ամենամեծ հաջողություններից, որ ինքը հասել է, դա էլի շնորհիվ ծնողների,
որ ինքը շատ չի տարբերվում ու ինքը շատ չի փորձում տարբերվի։ Սիլվան ունի ձեռքբերումների ու հաջողությունների իր բանաձևը։ Դա ընտանիքն է, որտեղ ինքն իրեն լիարժեք երջանիկ է համարում ու հենց այդ միասնականությունն ու անկեղծությունն են ստեղծագործելու նոր լիցքեր տալիս։ Մենք միասնական ենք, մենք ամեն ինչ անում ենք միասին, որոշում ենք, երգում ենք, ստեղծում ենք, տեղ ենք գնում, ամեն ինչ միասին։ Բռունցքը կա, երբ որ մեկը պակասի, կարծում եմ բռունցքը ուժեղ չի լինի։ Դեռ վայքում ապրելու տարիներին Հակոբյանների ընտանիքի հայրը գիտեր, հավատալով երազանքին ու դրան հասնելու համար ջանք եւ եռանդ գործադրելով կարելի է բարձունքներ գրավել։ Երազանքները հիմա շատ են, բայց ամենակարևոր բանն է, որ իմ երեխեքը, իմ ընտանիքը թորներով, հարցներով, տեսաներով հավաք լինենք, միասին լինենք, նույն ձևի երջանիկ ապրենք, մենք մեր գործերին կա, մենք աշխատող մարդիկ ենք։ Հաջող կարիերայից ու ճանաչումից առավել Տիկին Վերգինեն կարևորում է իր զավակների երջանկությունը։ Ներդաշնակ ընտանիքում յուրաքանչյուր նպատակ կարող է իրականանալ։ Սիլվան իմ տան արևն է, իմ տան ժպիտը, իմ տան ջերմությունը։ Մանեն իմ իմաստության միտքը, իսկ Էդգարը իմ ուժն է, իմ հպարտությունը։ Իմ երեխաներին ես ամեն մեկին յուրովի եմ նայում։ Երջանկությունը լիարժեք դարձնելու համար երիտասարդ Հակոբյանները ծնողների համար հատուկ անակնկալ էին պատրաստել։ Սիլվայի ծնողների սերն այնքան մեծ է եղել, որ տարիներ առաջ նրանք որոշել են փախչել տնից ու միասին կառուցել իրենց ապագան։ Պետքա գնանք եկեղեցի, Սիլվիկը ինձ ասեց, որ մամա, գիտես, մենք Սաքոյի կնունքի քավորը պետքա դառնանք, Սաքոն մեզ խնդրեց, դուք էլ չմերժեք, Հակոբը մեծ սիրով համաձայնվեց, դե որ համաձայնվեց, ես էլ շորեր բանը հակա սիրուն, որ գնանք եկեղեցի։ Զգում եմ մի տեսակ Սիլվիկը անհանգիստ է, Մանեն անհանգիստ, Էդգարը, բայց միշտ իմ մեջ մտածում եմ, ինչի են մի տեսակ լարված իմ երեխաները։ Այս եկեղեցու դուռը փակ էր, ասես որ բացինք, ուզում եք խաչ անեինք, տարա խաչ մեկ տան կողքի վրա նայում եմ, այն մի ինքերս, որ Ռուսաստանից պետք է գար, նայ Մոսկվա, ասում ինչ Մոսկվա։ Թե կողքը նայում կինոյին, կողք նայում տոց քավորն ամյուս ինգերսա Դավիթը նայում եմ երեխեքս թորները, տեր հայրը մեջտեղներ կանգնած ամբողջ եկեղեցու չեք պատկերացնում ու ձեռս sense երև մի գրոպե մնացել էր ճակատից, ես չէի կարող կողնոշել ինչա կատարում։ Մամա ջան, այսօր մենք ձեզ ուզում ենք օրինական ձևով եկեղեցում այդ օրհնված ձևով ձեր ամուսնությունը իրականացնենք։ Ու ինչ ասեմ, մեծ արարողություն, ամեն ձևի պատրաստվել էին իմ երեխաները, մեծ անակնկալ էր մեզ համար, նույնիսկ կարող եմ ասել, մատանին մատիցս չեմ հանում։ Մամա ջան, պապա ջան, ես ձեզ սիրում եմ, հավատացեք, որ առանց ձեզ մի օր կյանք չունեմ։ Հարսանեկան անակնկալի գագաթնակետը երեխաների նոր երգն էր, նվիրված ծնողներին։ Մամա ջան, պապա ջան, ես ձեզ սիրում եմ, հավատացեք, որ առանց ձեզ մի օր կյանք չունեմ։ Հիմա արդեն Հակոբյանների ընտանիքն ամբողջական է, ամուսիններով, զավակներով ու թորներով վայելում են յուրաքանչյուր պահը։ Կարևորում ու գնահատում են միմյանց հետ անցկացրած ամեն րոպեն։ Ընտանիքի ու երկրպագուների սիրով շրջապատված Սիլվան գտել է նաև իր երկրորդ կեսին, ում հետ պատրաստվում է կապել կյանքն ու ստեղծել իր ընտանիքը։ Ես ծնվելու մեծացել եմ հասարակ հայոց ջախում, իմ սրտի մեջ ծնողներիս անհակ սերն է բաբախում, երջանիկ եմ ընտանիքս իմ կողքին է միշտ, ես հպարտ եմ, ես ուժեղ եմ և ապրում եմ ճիշտ, ես հարուստ եմ, որ ունեմ
տարեց տարի մեծանում ու հասկանում եմ ավելի Միշտ մեծին հարգում լսում եմ, որ ոտքս չառնի քարի Երջանիկ եմ, որ գտել եմ իմ սիրած յարին Հավատում եմ, կսիրի ինձնից ավելի Ես հարուստ եմ, որ ունեմ հարում այ Ես հարուստ եմ, որ ունեմ քուր եղբայր Ինձ թվում է աշխարհն իմ է կյանքն ունի իմաստ Երբ սիրում են, ինձ սիրում են և կոչում են մարդ Ինձ թվում է աշխարհն իմ է կյանքն ունի իմաստ Երբ սիրում են, ինձ սիրում են և կոչում են մարդ Ես սիրում եմ, ինձ սիրում են և կոչում են Արտիստի կյանքը ափի մեջ է, հանրության քննարկման առիթ է։ Եվ ինչքան էլ փորձես քո անձնական կյանքը մի փոքր չլուսաբանել, մի փոքր զերծ պահել տեսախցիկներից ու լրագրողներից միևնույնն է չի ստացվում։ Անկեղծ բոլորս ուրախացել ենք Սիլվանով երգում է այսքան սիրո մասին ու զգացմունքային է գտել է իր կեսին Սիլվանունի նշանած ուրախացել էինք ու հետո տխրեցինք։ Քեզ հետ միասին ուրախացանք, քեզ հետ միասին տխրեցինք։ Ես չեմ ուզում շատ հիմա այն դաշտ գնալ, որը անձնական է։ Այնուամենայնիվ կուզեմ որպես մարդ, որպես աղջիկ։ Ինչ շրջան էր դա, ոնց կարողացար դու այդ շրջանի ծանրությունից դուրս գալ։ Ես կարծում եմ, որ կյանքում ինչ որ լինում է, ուրեմն այդպես է պետք։ Այդպես է նախանշված ի վերուստ, որ այդպես պետք է լինի։ Ես ուղղակի հասկացա, որ մենք կարող ենք լավ ընկերներ մնալ, բայց ոչ ավելին։ Ու իրեն անսահման երջանկություն եմ ցանկանում։ Արդեն մոտարապես 1 տարի է, որ բաժանումը կա։ Ոչ մեկս էլ երաշխավորված չենք իմիջիալոց նմանատիպ բաներից եւ այդ շրջանը ես կարողացա շատ թեթև անցնել շնորհիվ իմ ընտանիքի։ Այնուամենայնիվ ես շատ երջանիկ եմ, ես իսկապես երջանիկ եմ ու շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք ինձ հետ միասին ապրում էին այդ օրերը, ինձ հետ միասին ցավում էին, ուրախանում էին, այո, շնորհակալ եմ, բայց հավատացեք, ես շատ երջանիկ եմ եւ դեռ էլ ավելի երջանիկ եմ լինելու։ Թշնամիներ չմնացիք կարող է։ Այո։ Շնորհակալություն Սիլվա, որ խոսեցիր այդ մասին, դա մեծ քաջություն է պահանջվում հայ աղջկանից խոսել չստացված հարաբերության մասին ու ավելին երջանկություն մաղթել այն մարդուն, ով հիմա քեզ հետ չէ։ Հարցազրույցներից մեկում ասել ես, որ շատ ուզում եմ բոլորը երջանիկ, խաղաղ լինեն ու մանուկները միշտ ժպտան։ Այս երազանքի մեջ ինչ-որ բան փոխվել է այսօր։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Մնում է դա ամենակարևորը։ Ավելին ասեմ, ես հիմա այն տարիքում եմ գտնվում, որ երազում եմ գային օրը, երբ մի փոքրիկ այսքան կես հրեշտակ ինձ մամա կասի։ Այդ օրը գալու է հաստատ։ Այո։ Որովհետև ես գիտեմ դու ինչ ջերմ հորաքույր ես։ Ինչ ջերմ մորաքույր ես։ Արդեն բավականին ստաժ ունեմ այդ ոլորտում։ Մնում է միայն քո անձնական կյանքն էլ դասավորվի այնպես, որ ինչպես ասացիր, այդ հրեշտակը
քեզ արփես սեփական հրեշտակը քեզ ասեմ։ Դա ես բոլորին եմ ցանկանում, որովհետև մեր կյանքը սկսվում եւ ավարտվում են երեխաներով։ Մեր հրաշքներն են իրենք։ Ես չգիտեմ, ես ուղղակի խելագարվում եմ փոքրիկ երեխաների համար։ Պարս, մաքուր, բարի, ինչ ուզում ես իրենցից, իրենց աչուկներին դայում ես ու հասկանում ես, որ սա է կյանքը։ Մենք մեր ծափահարություններով դիեզեր կուղարկենք քեզ հետ միասին քո երազանքի իրականանալու գաղափարը եւ դա անպայման կվերադառնա քեզ ու քո մռութիկը շատ համով քեզ շփտալու է մի օր հաստատ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մենք երկար տարիներ հետևում ենք նրա ստեղծագործական կյանքին հեռուստաէկրաններից։ Նրա մանկությունը կարծես է անցել է մեր աչքի առջև։ Նա մեծացել է մեզ հետ միասին, բայց միշտ անկեղծ է, միշտ պարզ ու միշտ մանուկ հոգում։ Այս փուխր աղջկա ուսերին դրված է մի ողջ սասնա պար, որով էլ ավարտում ենք մեր այսօրվա բենեֆիսը։ Սիլվա Հակոբյանն է մեզ հետ։